Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրելյանի դեմ հարուցված քրեական գործով։ Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացվել գործով անցնող մեղադրյալների մասով գաղտնալսումների որոշումները տրամադրելու համար։ Ի պատասխան նախաքննական մարմնից հայտնել են, որ մոտ օրերս գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։ Ասել է, թե առաջիկայում գործի բոլոր նյութերը կհայտնվեն պաշտպանական կողմի մոտ։ Ավելին, Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրելյանը ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչը հիմք է նրա խափանման միջոցը փոխելու համար։ Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրելյանը կալանավորվեց, նա այս պահին գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում։ Իսկ ինչի համար էր դատավորը կալանավորվել։ Արմլյուրին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն դատավոր Արտուշ Գաբրելյանի վարույթում դեռևս 2011 թվականից մեկ քրեական գործ է քննվել, որը վերաբերել է խոշոր խմբաքանակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելուն եւ Երևան քաղաքում խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Եվ ահա, ըստ նախնական վարկածի, դատավոր Արտուշ Գաբրելյանը ձգձգել է գործը այնքան, որ լրանա 15 տարին, եւ որ վաղեմության ժամկետի հիմքով այս գործով անցնող հերոինի պարագլուխ Զոհրաբ Եզգատյանին ազատի պատժից։ Քրեական վարույթով կալանքի տակ են եւս երկու անձիկ, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրելյանի ընկերն է ու կաշառք տվող անձը։ Հավելենք, որ դատավորը ցուցմունք չի տվել եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։